հիմա աշխատանք։ Այնքանով որ արվել է, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի process գործընթաց չկա։ Ֆեդերացիոն անդամ փոխվարչապետերի մակարդակով քննարկումները կան։ Հնարավոր է որ հիմա այլ մարզերից են Ես նկատի ունեմ, որ կոնկրետ Տավուշի մարզում, ես պատասխանատու եմ Տավուշի մարզի համար։ Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կարող է այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա որևէ դրա հետ կապված, այդ նկատի ունեմ։ Իսկ առանցարակ տարածքների հետ կապված տարածքները որ մասը խոսում են տարածքները, բայց դրանից թե չայնան է պատկանում եւ այլն։ Սա դες համար կարելի է որ տարածքները Ոչ, ժողովուրդ, մինչև համազատման գործընթաց չլինի, դա չի կարող պարզ լինել։ Այսինքն 12-7 կիլոմետր հատվածում որ սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, չէ՞, որտեղ են դրվում այդ կետերը։ Այսինքն մինչև սահմանազատում չլինի, չեք կարող ասել։ Չէ, երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերահսկողության տարածքների մասին է խոսքը, որովհետև մենք չենք տեսնում Ադրբեջանից նման բան չի եւ միայն Հայաստանի իշխանությունն է մասին։ Ժողովուրդ, դա լրիվ պարզ երևում է, այնտեղ տենց մեծ գաղտնիք չկա, լավ գիտեք, որ այդ ոսկեպարի հատվածում եւ ներքավերի հատվածում նման տարածքներ են։ Պարոն Ղարիմյան, վերջերս հրապարակվեց, որ պաշտոնականացի վերավարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզ պատմեին այն թե դպրոցին շահարկել պատը, ինչպես են շահարկել, ինձ հետաքրքիր է այդ պատը շահելուց հետո դպրոցում քանի աշակերտ է ավելացել։ Ուրեմն նախ ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղ, եթե դուք այդ նկատի ունեք, չի եկա։ Այսքանը ավելացել են։ Ներգաղ հիմա այս պահին կոնկրետ իրանց գյուղում 53 պետական ծրագրով 16 միլիոն ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղղեցի, նաև ձեզ եմ ուղղել, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ են Կոտայքի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի հետ մասնակցել, խնջույքը ուրախացել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել, անկեղծ ասեք, սպասեք։ Այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Իրավապահները վերադարձնի զեկուցում են, ես հավաստի տեղեկություն։ Ուրեմն, եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես էլ ձեզ հավաստիացնում եմ։ Դուք Երևակայի մեր քաղաքական թիմի լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինենք։ Դուք սրանից տարիներ առաջ Անտառում դեպք տեղ ունեցավ, Անտառապահին բռնել էիք, որ գողության հետո այնքան էիք վազե քաղաքացու հետևից ձեր մեքենայով, եւ արդյունքում այո, վթարի էր ենթարկվել մեքենայով, լավ մեքենան վարել էիք իր մեքենայի հետևից, հա, արդյունքում վթարի էր ենթարկվել, մահացել էր քրեական վարույթներ կան։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ, այդ շրջանակներից դուրս չի գալ։ Դուք լավ գիտեք, որ այդ էլ է սուտ տեղեկատվություն, եթե նման բաներ եղել, քրեական գործում ես ներգրավված կլինեմ։ Ընդդիմությունը ինչ քրեական գործածում է։ Ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելի։ Դուք այսինքն մտավախություն չունեք, որ իրավապահները վերադասեն իմ Ոչ թե մտավախություն չունեմ, նման դեպք չի եղել, խնդիրը սրան մեկ է։ Պարոն Ղարիմյան, գիտեք, ձեր նշանակումը արդյոք ԽՑԲ-ի արդյունք չէ։ Ինչ առումով։ Դուք քաղաքական հարաբերություններ եք։ Սանիկական կապերի մեջ է, ԽՑԲ-ն խնամի ծանոթ բարեկամ Փաշինյանն ասում էր գալու ԽՑԲ-ի վերջը։ Ես խնդրեմ այդ տրամաբանությունից դուրս գալ։ Եթե իմ կենսագրությունն նայեք, ես վերջ տարիներին մենակ 11 տարվա բանկային համակարգի ստաժ եմ ունեցել, որից 9 տարին կառավարիչ։ Այսինքն դե ունեցող կա։ Ես ձեր հարցին պատասխանեցի, որ ոչ։ Ես չեմ ինքն առաջադրվել, ինձ առաջադրել են մեր քաղաքական թիմի ընկերները եւ ես նշանակվել եմ մարզպետ, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարոն Ղարիմյան, բեռնատարների վարորդները հիմնականում Տավուշի մարզում են, այսպես իրենց բողոքի ակցիան արել։ Հիմա ինչ վիճակ է, մեքենաները կանգնած են, ինչ խնդիրներ կան, դուք որպես մարզպետ գնացել եք, խոսել եք։ Որպես մարզպետ ես տեղեկացված եմ եղել, ամեն 10 րոպեն զանգել են տվյալ տարածքից տեղեկատվություն են տվել։
ոչ մի խնդիր չի առաջացել, խաղաղ մարդիկ կանգնած են եղել ուղղակի ճանապարհի եզրին, այսինքն ճանապարհ չի փակվել, երբ որ տրվել է Մեհեր Գրիգորյանի գրությունը, իրենց է փոխանցվել, որ բանակցություններ են գնում Ռուսաստանի Դաշնության հետ այդ ժամկետների փոփոխության, մարդիկ թողել են հեռացել։ Պարոն Ղալիմյան, իսկ քանի որ ձեր մարզում տարածքների քան մոտիկ չէ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ կան ադրբեջանական տարածքներ, որոնք վերահսկում է նաև Հայաստանը, հիմա ես ուզում եմ իմանալ Տավուշում կան տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են, բայց ես այդ հարցին պատասխանել եմ։ Քանի քառակուսիով չեմ կարող ասել։ Ես մոտավոր ձեզ տարածք ասացի, որ որտեղ այդ տարածքները գտնվում ու դա գաղտնիք չի Հայաստանի։ Որոնք ադրբեջանական են։ Եվ ադրբեջանական եւ հայկական։ Չէ, դուք ադրբեջանականն ասեք։ Երկուսն էլ ասեցի։ Ադրբեջանականը որտեղ է։ Ժողովուրդ ջան, այդ հարցը ես պատասխանել եմ։ Լուծումը ինչպես եք տեսնում, թողնել այդպես ինչպես որ կա, թե ամեն դեպքում։ Ժողովուրդ ջան, սահմանազատման պրոցեսը, երբ որ կգնա վերջնական պարզ կլինի։ Ժողովուրդ ջան, ասենք հիմա այդ մասին խոսելը վաղ է։ Պարոն Ղալիմյան, բայց գործընկերներս ասում են, որ դուք չեք ասել կոնկրետ որ տարածքներում են, որ ադրբեջանական հողեր են եւ գտնվում են հայկական վերահսկողության ներքո, այս սա կհստակեք։ Չեմ ասել։ Որտեղ մեկը պնդում է, որ ասում եմ, մեկը պնդում է։ Չեմ ասելու, ես այդ հարցին պատասխանել եմ, շարունակեցի։ Ընդունենք, որ չկա։ Որպեսզի անճշտություն չլինի։ Հետ կդակ ձեր կանայք ձեր տեսած ձայնագրություն։ Իսկ հայկական հողատարածքներ, որ ադրբեջանականն է վերահսկում, քանի քառակուսի կիլոմետր կան Քառակուսի կիլոմետրով ես չգիտեմ։ Չգիտեք ինչքան տարածք է Ադրբեջանը վերահսկում։ Ոչ։ Պարոն Ղալիմյան, դուք նախորդ Կիրակի պատարագին էիք մասնակցում, որը պետք պատարագ է համարվում, որովհետև կարգավորիչ քահանան իրականացրել։ Պատրաստում եք այս Կիրակի էլ գնաք եւ արդյոք մարզից մարդկանց ավտոբուսներով պատրաստում եք տանել այդ պատարագին։ Համենայն դեպս այնտեղ գտնող լրագրողները ձեզ կհավաստիացնեն, որ այնտեղ ավտոբուս չի եղել, այդ մեկ, երկրորդը ես մենակ եմ եղել ու հաջորդ Կիրակի էլ լինելու եմ։ Ինչու եք գնում։ Ինչ եք Տավուշից հարցնում Արագածոտնի մարզ պատարագին։ Ասենք ինձով կարող արգելի Չէ, չեմ ասում պատճառը ո՞րն է, չեմ ասում արգելում եք ձեզ ինչ որ։ Ով ասում էր մարզում չեմ գնում։ Ոնց մեր մարզում։ Ժողովուրդ ջան, ուրեմն ձեր մարզից հասնում եք։ Ոչ մեկ չի կարող սահմանափակի որևէ մեկին ցանկություն ունեմ գնում եմ։ Հրահանգ կա։ Ոչ մի հրահանգ չկա։ Բայց նույնիսկ եկեղեցու տարածքում չեք, պատարագի ժամանակ ես նկատեցի դուք դարպասից դրսում եք կանգնած։ Որովհետև եկեղեցի մտնել հնարավոր չէր, ինչ տարբերություն եկեղեցից 5 մետր հեռու կանգնեի թե 15։ Գնացել կարող եք մտնել։ Ժողովուրդ ջան, դա իմ իրավունքն է։ Չէ, Դա դες չի վերաբերվում։ Ֆիզիկական ներկայություններ պետք է։ Ինչ առումով ֆիզիկական ներկայություն։ Որ այդտեղ ներկա լինեք, հանկարծ ձեր Ես ձեր հարց ինչ խոսակցություն տալար։ Ում կողմից։ Հրահանգվել էր, որ բոլորը այնտեղ լինեին։ Հիմա Կիրակի։ Դա ձեր տրամաբանությունն է, որը որ իմին հետ չի համընկնում։ Մայրաթորը որակեց այդ պատարակը, դուք փաստորեն պղտությանը մաս։ Մայրաթորը չի կարող պղտություն որակի այդ պատարակը, որովհետև այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, մայրաթորը իրավունքը չունի, մայրաթորը թող իր գործերով զբաղվի։ Իր գործը դա չի։ Բա իր գործը եկեղեցիների, Իսկ նովուզի կարող է քահանաների առօրակարգին համապատասխան չափորոշներով այդ իր գործերն է։ Բա Այսինքն ձեր հարցադրումն այնա նշանակում, որ թե կարգալուց եղած քահանայա, լավ, հետ գնանք լայն մի կողմին, ով է կարգալուց արել այդ մարդուն։ ով ձեռնադրել է։ Ով ձեռնադրել է, բայց այդ մարդու հետ կապված այս վերջ իրադարձությունները, որ ոչ մի հարցի չի պատասխանում։ Որ վերջ իրադարձությունները կոնկրետ հարցերին չի պատասխանում, խախտելա կուսակրոնության բան ուխտը, ասենք այդ ամեն ինչը հաշվի չի, ինքը կարա կարգալույց անի քահանայի։ Ուրեմն դա ինչը որ իմ գործն է, ես խոսում եմ։ Անջատ են սահմանում։ Ժողովուրդ ջան, վերջացրիք։ Չէ, ես այ հարցերում ասեմ։ Մենակ նորմալ խնդրեմ եմ սադրիչ հարցեր չտակ, անիմաստ անտրամաբանական չեմ պատասխանել։ Ամենայն հարցանքով բոլորիդ նկատմամբ, ժողովուրդ ջան,
Ես խնդրում եմ կոնկրետ հարցեր տվեք, առանց հետին մտքերի, առանց հետին մտքերի եւ առանց սադրանքների, պարոն Ղալումյան, խնդրում եմ ասել, ի վերջո Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց եւ որքան։ Դա գաղտնի տեղեկատվություն է, որը որ հրապարակման ենթակա չի։ Բոլորը ստացան։ Ոչ։ Ինչու։ Քանի հոգի։ Ժողովուրդ ջան, ասում եմ, դա հրապարակման ենթակա չի։ Թիվ չեմ ասելու։ Բայց դրա ինչն է գաղտնի, պարոն Ղալումյան, այսինքն դրա ինչն է անվտանգային առումով խնդիր, որ Խնդրեմ ձեր հարցերը։ հարց ենք տալիս, դու գալիս ես վերնա ես մտնում։ Չէ՞ չեմ մասնակցի։ Մի մասնակցի քո խնդիրն է։ Պարոն Ղալումյանից հետաքրքիր է, պարոն Ղալումյանից հետաքրքիր Դիլիջանի քաղաքապետի վարքը ոնց կմեկնաբանեք, ինքը գողական էր, քրեական ենթամշակ, ինչ վարքեր է, այդ ինչպես է լրագրողների հետ խոսում, այդ ինչ վարքեր։ Ուրեմն նա ժողովուրդ ջան, եկեք սկսենք նրանից, որ տվյալ հարցադրումը ով որ այդ օրը արեց, այսինքն ինքը նպատակ ուներ այդ մարդուն սադրելու։ Նույն գործընթացը ինձ հետ ա եղել։ Ինքը Ես խնդրում եմ կոռեկտ, ես հարց պատասխանում, եթե որ կպատասխանեմ կավարտել, դուք կասեք։ Դուք չեք պատասխանում հարցերին։ Ուրեմն դեռ ոչ մի արտարոց բան տեղի չի ունեցել, պարոն Սարգսյանը ուղղակի տոնը բարձրացրեց, քանի որ իրան սադրող հարցեր էին ուղղել։ Պաշտոնյան պետք է պատրաստ լինի, պարոն Ղալումյան, ես սադրող հարցեր։ Այդ Պաշտոնյան նաև ունի համբերություն, ժողովուրդ ջան, այդ ո՞նց է դուք կարաք համբերությունը մի րոպե, ցենը, ինչ Ինչ ասենք դրա դրանով որևէ մեկին վիրավորեց, որևէ մեկին թփոփոց ասել։ Որ ինքը ոչ քաղաքապետ է, ոչ էլ առանց համայնքի դա ձեր կարծիքն է, ես խնդրում եմ ամենայն դեպս իմ ներկայությամբ պարոն Սարգսյանի մասին նման բաներ մի կարտահայտեք։ Ես հարց տվեցի, ես պատասխանեցի։ Դուք հիմա իր վարքը գողական էր, քրեական ենթամշակույթ։ Ոչ գողական էր, ոչ քրեական ենթամշակույթ էր, մարդուն հունից հանել էին, ընդհանրապես ձայնը բարձրացրեց։ Շնորհակալություն։ Ես տեղաշարժել վերջին նշանակում, որ ստացիչը երհատում չի։ Եվ լրագրողների Ես չեմ ասում անհարասների, բայց մարդու չի կարելի համբերություն։